Ժառանգության իրավունքը քաղաքացիական իրավունքի բավականին կարևոր եւ հին ինստիտուտներից է, որը դեռևս հռոմեական իրավունքից է գալիս։ Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը մեծ փորձ ունի ժառանգության իրավունքի իրացման ապահովման բնագավառում եւ մենք տարաբնույթ ծառայություններ ենք մատուցում ժառանգական իրավունքի հետ կապված մեր վստահորդներին տրամադրում ենք պատշաճ իրավաբանական խորհրդատվություն, թե ըստ կտակի, թե ըստ օրենքի ժառանգության ձևակերպման, ժառանգություն ընդունելու, ժառանգությունից հրաժարվելու կտակի բովանդակության հետ կապված հարցերում լինում են նաև դեպքեր, երբ որ անձինք ժառանգները միմյանց հետ ունենում են որոշակի վեճեր եւ ցավոք սրտի երբեմն դա վերածվում է դատական պրոցեսների, ապա փորձում ենք նաև փաստաբանական աջակցություն ցուցաբերենք նման դեպքերում, երբ որ անհրաժեշտություն կա դիմելու դատարան ժառանգությունը վիճարկելու հետ կապված, ինչպես նաև ուղեկցում ենք ժառանգության ձևակերպումը նոտարական գրասենյակներում, առհասարակ ասենք, որ ժառանգության իրավունքը ինքը կապված է մահացած անձի գույքի իրավունքների պարտականությունների ժառանգման հետ եւ այդ ժառանգական զանգվածը, այսինքն այն ունեցվածքը գույքը մահացած անձի, որը ենթակա է ժառանգման, կարող է տարաբնույթ լինել, ավտոմեքենա, բանկային միջոցներ, արժեթղթեր, անշարժ գույք, տարբեր ընկերություններում մասնաբաժին եւ այլը, եւ այս ամենը պահանջում է համապատասխան ուսումնասիրություն, երբեմն հարցումներ պետք է կատարվեն, պարզվի գույքի զանգվածը, որը ենթակա է ժառանգման, այսինքն դա բավականին այսպես լայնածավալ աշխատանք է ժառանգական իրավունքի ապահովումը, իրացումը եւ մեր գրասենյակը, մեր փորձառու իրավաբանները Ատովյան իրավաբանական խորհրդատվական ընկերության մեծ փորձ ունեն այս բնագավառում։ Ատովյան ընկերության ծառայությունները ժառանգության իրավունքի ոլորտում փաստաթղթերի կազմման իրավական աջակցություն, ժառանգության ընդունման գործընթացի իրավական ուղեկցում, ժառանգական գույքի գույքագրում եւ գնահատում, ժառանգության ձևակերպման իրավական ապահովում, ժառանգական վեճերում շահերի ներկայացում եւ պաշտպանություն, ժառանգական գույքի կառավարման իրավական ապահովում եւ անշարժ գույքի ժառանգման հարցերի ամբողջական լուծում։ Ժառանգման ինստիտուտը ինքը միայն իրավական գործընթաց չէ, որտեղ այստեղ կան նաև հոգեբանական, հուզական, տարբեր էմոցիոնալ, ուրեմն ասպեկտներ, հանգամանքներ, հատկապես կտակի կազման օրինակ պարագայում, որտեղ երբեմն անձը օրինակ այցելում է մեզ մոտ մեր գրասենյակ, Ատովյան իրավաբանական խորհրդատվական ընկերության գրասենյակ եւ խորհրդատվություն է, այսպես ասած, մեզանից ստանում, մեզ հետ խորհրդակցում է կտակի բովանդակության հետ կապված եւ օրինակ, երբ որ անձի հետ սկսում ես զրուցել, տեսնում ես իր մեջ կա որոշակի նեղվածություն, ասում է օրինակ, ես ունեմ, չգիտեմ, այսքան զավակներ, այսքան թոռներ եւ այլն, բայց ուզում եմ հենց օրինակ այս մեկի անունով կտակը կազմել եւ երբ որ անձի հետ զրուցում ես, տեսնում ես, որ ինքը ունի այլ իր զավակների, թոռների հետ կապված որոշակի նեղվածություն, սկսում է ինքը խորհրդակցել, հուզվել եւ մենք փորձում ենք նաեւ նման դեպքերում հնարավորինս, այսպես բերել ավելի հանգիստ հուզական վիճակ տվյալ անձին, որ ինքը այսպես զուտ հուզական այդ ալիքի վրա չկայացնի այսպիսի որոշում, որ հետագայում, ասենք, այստեղ ինչ-որ խնդիրներ առաջացնի, մենք բացատրում ենք նաև, որ անձը միջև իր մահը իրավունք ունի փոփոխել կտակը, որքան ինքը ցանկանա, կարող է առհասարակ չեղարկել կտակը, ըստ էության ստացվում է, որ ոչ միայն այսպես իրավական, այլ նաև երբեմն հոգեբանական աջակցություն ենք ցուցաբերում, ինչը շատ կարևոր է, որովհետև իսկապես այդ հուզականություն, այդ ներընտանեկան, ներբարեկամական կապերը շատ դեպքերում ազդում են որոշման կայացման վրա
եւ մենք նաեւ տեսնում ենք այստեղ մեր դերը, մեր առաքելությունը, որ հնարավորինս ոչ միայն իրավական, այլ նաեւ հոգեբանական աջակցություն ցուցաբերենք, որ ստեղծենք այսպիսի միջավայր, որ տվյալ անձը ավելի այսպես հանգիստ, ավելի գիտակցված կազմի կտակը։ Աթոհիմյան ընկերության ժառանգության պլանավորման համակարգը, ժառանգության պլանավորման հիմնական փուլերը, անձնական եւ գույքային իրավիճակի համապարփակ վերլուծություն, ժառանգության նպատակների եւ ցանկությունների հստակեցում, գույքի գույքագրում եւ գնահատում, օպտիմալ ժառանգական ռազմավարության մշակում, իրավական փաստաթղթերի կազմում եւ կնքում, ժառանգական փաստաթղթերի պարբերական վերանայում, ժառանգական պլանի կատարման հսկողության ապահովում։ Ժառանգության պլանավորման առավելություններն են ժառանգորդի միջև հնարավոր վեճերի կանխարգելումը, ժառանգական գույքի պահպանման եւ արժեքի ավելացման հնարավորությունը, իրավական, այդ թվում հարկային պլանավորման եւ օպտիմալացման հնարավորությունները։ Ժառանգության ոլորտը առհասարակ այն ոլորտներից է, որտեղ շատ դինամիկ ոլորտներից է, որտեղ կան տարբեր մոտեցումներ, փոփոխություններ, որոնք ձևավորվում են նաև դատական պրակտիկայի արդյունքում, բավականին զարգանում է մեր մոտ օրենսդրությունը, ավելի հմուտ, ավելի կատարելագործված են դառնում նոտարները այդ առումով դատական նախադեպերն են բազմազան դառնում ավելի եւ ուրեմն Աթոհիմյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության իրավաբանները հնարավորինս փորձում են ուսումնասիրել, հաշվի առնել այդ նորարարությունները, նոր ձևավորվող մոտեցումները եւ մենք ունենք որոշակի փորձառություն դատական կարգով վիճարկել օրինակ, կտակի բովանդակությունը, ժառանգների միջև, ասենք վիճարկել առհասարակ օրինակ ժառանգության ձևակերպումը, եթե ժամկետի բաց թողման խնդիր կա ժառանգության ընդունման, ուրեմն աջակցել, որպեսզի այդ ժառանգության իրավունքը վերականգնվի անձի, նման կարգի իրավիճակներ պրակտիկայում ծագում են պարտադիր, բաժնի իրավունքի հետ կապված համապատասխան ուրեմն ձևով վիճարկում ենք կամ վիճարկում ենք ժառանգության վկայագրի օրինականությունը, եթե համարում ենք, որ դրա արդյունքում որևէ ժառանգներից որևէ մեկի իրավունքները խախտվել են եւ ուրեմն ինքը զրկվել է ըստ էության ժառանգության իր իրավունքից։ Ինչ վերաբերվում է բիզնեսի ոլորտին, ապա բնականաբար հատկապես փոքր, ավելի այսպես ընտանեկան բնույթի բիզնես ընկերություններում բավականին ուրեմն սուր են երբեմն առաջանում այդ ժառանգության հետ կապված հարցերը, հատկապես եթե խոսքը գնում է ընկերությունների բաժնեմասերի հետ կապված կամ այսպես, բիզնես գործունեության արդյունքում ձեռք բերված ձևավորված գույքի ժառանգության հետ կապված, բնականաբար նաև հաշվի առնելով այդ ոլորտի առանձնահատկությունները, գույքի գույքագրման հետ կապված, երբեմն այդ գույքի հայտնաբերման հետ կապված, այդ բոլոր աշխատանքները ներառյալ անհրաժեշտության դեպքում նոտարական ձևակերպումներ կամ դատական պաշտպանություն իրականացվում է Աթոհիմյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության իրավաբանների, փաստաբանների կողմից։ Նշեմ, որ մենք բոլորս գտնվում ենք արագ զարգացող թվային միջավայրում եւ դա բնականաբար չի կարող ազդեցություն չունենալ նաեւ մեր գործունեության վրա, որովհետեւ անհրաժեշտություն է առաջանում հաշվի առնելով նաեւ ժառանգական իրավունքի գործերի առանձնահատկությունները, սպეციფიკան, փորձել ներդնել, կիրառել համապատասխան մեխանիզմներ, ստեղծելով թե տեղեկատվական էլեկտրոնային շտեմարաններ, թե մեխանիզմներ մեր վստահորդների տեղեկատվության, պահպանության, մշակման հետ կապված ժամանակակից լուծումներ, միջոցներ կիրառել եւ մեր ընկերությունը Աթոհիմյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը բնականաբար ուսումնասիրում է ժամանակակից տեխնիկական լուծումները, տեխնոլոգիաները այս ոլորտում
եւ եթե այս ոլորտի իրավունքների ապահովման կամ գործընթացների ապահովման հետ կապված կան նաեւ այսպես հեռավար էլեկտրոնային ինչ-որ մեխանիզմներ, բնականաբար մենք փորձում ենք այդ մեխանիզմների միջոցով մեր վստահորդների իրավունքները պաշտպանել, խնդիրները կարգավորել։ Հատովյան ընկերության գործնական թվային լուծումները ժառանգության իրավունքի ոլորտում եւ որպես ամենօրյա գործիքներ նշենք փաստաթղթերի թվային նախագծում եւ պատրաստում, ժառանգակույն գույքի գրանցում եւ կառավարում, ժառանգական գործի ընթացքի առցանց հետևում, ժառանգության իրավունքի հարցերով առցանց իրավաբանական խորհրդատվություն եւ գործնական օգուտներն են ժառանգական գործի հնարավորինս արագացված ընթացքը, ժառանգական փաստաթղթերի բարձր պաշտպանվածությունը, ժառանգորդների միջև արդյունավետ հաղորդակցությունը, ժառանգական գործի թափանցիկություն եւ հետեւողականություն։ Ուրեմն ժառանգության ինստիտուտը ինքը իր մեջ նաև որոշակի արտասահմանյան տարր է պարունակում եւ մենք ունենք վստահորդներ, որոնք բնակվում են արտասահմանյան տարբեր երկրներում, բայց ունեն ժառանգման ենթակա գույք Հայաստանի Հանրապետությունում եւ իրենք մեզ դիմում են, մենք բնականաբար փորձում ենք առաջի հերթին պարզել, ամբողջական ժառանգական զանգվածը, փորձել պարզել ժառանգորդների շրջանակը եւ աջակցություն ենք ցուցաբերում նման կարգի դեպքերում ժառանգական, այսպես ասած, գործի իրականացման եւ հաջողությամբ ավարտման եւ ապահովում ենք ամբողջ շղթան, դա նոտարական եղանակով ժառանգության ձևակերպում, կադաստրի մարմիններում արդեն ժառանգած անձի անունով սեփականության վկայականի ստացում եւ փոխանցում տվյալ անձին, որը գտնվում է արտասահմանյան որևէ երկրում։ Բացի դրանից լինում են դեպքեր, երբ որ Հայաստանում բնակվող անձինք ունենում են արտասահմանյան երկրներում որոշակի գույք, որոնք իրենք ցանկանում են ժառանգել եւ այստեղ իրենք նույնպես դիմում են մեզ խորհրդատվության կամ արտասահմանյան մեր գործընկերների միջոցով աջակցության հարցում, որպեսզի մենք կարողանանք որոշակի խորհրդատվություն տրամադրել, թե այս կամ այն երկրում Հայաստանում գտնվող անձը, Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է ժառանգություն ձևակերպել, կամ մեր գործընկերների միջոցով արտասահմանյան փորձենք աջակցել, որ տեղում իրենք ձևակերպեն ժառանգություն։ Եվ քանի որ ըստ էության աշխարհը շարժվում է առաջ, ոլորտը զարգանում է, կատարելագործվում է, տարբեր տեսակի նոր իրավիճակներ են հանդես գալի, կրիպտոարժույթ եւ այլն, ավելի այսպես էլեկտրոնային, մեխանիզմներ, որի հետ կապված նույնպես կարող են ծագել ժառանգական հարաբերություններ եւ բնականաբար Հատովյան իրավաբանական խորհրդատվական ընկերության մասնագետները փորձում են ուսումնասիրել տարբեր երկրների օրենսդրությունը եւ նման կարգի նորարարական, այսպես իրավիճակների լուծման համար փորձել գտնել ժամանակակից լուծումներ։